Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անում տեղի ունեցած սպանությանը ինձ հետաքրքիր է այս պահին օպերատիվ վիճակը կոնկրետ այնտեղ ինչ իրադրություն է եւ քանի որ տարիներ շարունակ ինչպես մերձավանցիներն են նշում գյուղը բաժանված է եղել ախտոյանների եւ գրիգորյանների միջև եւ ինչպես հիմնական վարկածն ու կասկածն է վենդետա է եղել հետագայում եւ գյուղում ընդհանրապես միջանձնային այդ հարաբերությունների վրա թույլ չտալու համար նորից սպանություն տեղի ունենալ ինչ է անում ոստիկանությունը Այդ հարցին կարծում եմ ես պատասխանեցի եւս մեկ անգամ նշեմ, որ հենց այս պահին կանխարգելիչ նշում եմ, որ գյուղը տարիներ շարունակ բաժանված է եղել երկու մասի, շարունակում է այդ գործելավոճը հիմա էլ այս պայմանությամբ եւս մեկ անգամ կրկնեմ, որ ձեռնարկվում են մեծածավալ կանխարգելիչ միջոցառումներ, որին ներգրաված են հարյուրավոր ոստիկաններ։ Պարոն Սարգսյան, արդյոք մյուս մարզերում եւս հրահանգ է եղել կողոջ ցուցում, որպեսզի հսկողությունը ուժեղացվի։ Մենք թափանցիկ ներկայացնում ենք մեր ամփոփման տվյալները եւ նաեւ ամեն մարզում որոշակի խնդիրներ են նաեւ վեր ենք անել եւ հրապարակել ենք ցանկացած մարզով էլ լինում են հանձնարարականներ եւ մենք դրա մասին բացահայտ հրապարակում ենք եւ ներկայացնում ենք։ Հստակեցում վենդետայի հետ կապված պնդում եք, որ վենդետա չի եղել, ինչ հստակ փաստով եք պնդում, որովհետեւ վենդետա է եղել եւ ոչ թե քաղաքական ինչ որ համատեքստ է ունեցել, որովհետեւ մամուլում էլ այս պահին շրջանառվում են տեղեկություններ, որ օրինակ մեջբերում եմ կասկածյալների կլանը պարզվում է զերծ կապերի մեջ է եղել թե իշխանության թե քրեական հեղինակությունների հետ։ Իդեպ լուսանկարներ են հրապարակում, որտեղ կասկածյալի հորաքրոջ որդին Մհեր Ախտոյանը Հայկ Սարգսյանի եւ հայտնի քրեական հեղինակության հետ այս տաղան ցույց տալիս լուսանկար։ Քննարկվել են, տեսել եմ հրապարակումները, տեսել եմ, քննարկվել են գրեթե առաջ քաշված բոլոր վարկածները եւ բացառելով ենք բնականաբար հասել այս պնդմանը։ Կցանկանայի նաեւ նշել, որ բաժնում ստեղծված օպերատիվ խումբը, որը գլխավորում էր, ինչպես նշեցի, ներքին գործերի նախարարը 24 ժամյա կապի մեջ է եղել համայնքապետի ընտանիքի հետ եւ ցանկացած առաջ քաշված վարկած հնարավոր որևէ մի տեղեկատվություն շատ արագ ճշտվել է եւ պարզաբանվել։ Պարոն Սարգսյան, տեղեկություն կա նաեւ որ